Թերևս նորից սկսեմ, ազգային ժողովի մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այսօր մենք քննարկում ենք ազգային ժողովի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը, եւ ես հնարավորություն ունեմ խոսելու տիմերի, համայնքների եւ մասնավորապես Գյումրու մասին։ Հիշում եք, Գյումրու տիմ ընտրություններից հետո ընդդիմությունը պարբերաբար թմբկահարում էր, որ հաղթել է քաղաքացիական պայմանագրին։ 4 քաղաքական ուժով, իդեպ այստեղ բանալի բառը 4-ն է, մի կերպ իշխանություն վերցրեցին Գյումրիում եւ ինչ եղավ, կես տարի չդիմացան այդ իշխանությանը։ Քաղաքապետի աթոռին նստելուց ուղիղ կես տարի հետո կոմունիստ վերադասավորված Վարդան Ղուկասյանը թաթախվեց կոռուպցիոն գործարքի մեջ։ Անց 1 տարի քաղաքացիական պայմանագիրը համապետական ընտրություններում հաղթում է ընդդիմությանը, այն ընդդիմությանը, որը տենչում էր, երազում էր Գյումրի 2 սցենարի մասին։ Եվ հենց Գյումրիում տապալվեց ձեր պլանը։ Ձեր տեղական առաջնորդները նույնիսկ իրենց թաղերում պարտվել են քաղաքացիական պայմանագրին։ ԿՊ Գյումրիում մոտ 51% ձայն է հավաքել։ Ինչու այդպես ստացվեց։ Որովհետև դուք խաբել էիք ընտրողին։ Դուք նրա գլխին Վարդան Ղուկասյանին կարգել էիք քաղաքապետ եւ գյումրեցուն ասել էիք, որ դրան է արժանի։ Հենց դրա համար Գյումրիում պիտի անցկացվեն ավականու արտահերթ ընտրություններ, ու պատճառը միայն դա չէ։ Գյումրիում կառավարման խորը ճգնաժամ կա, թափառող կենդանիներ, վատ աղբահանություն, մշտապես ծխացող աղբավայր, տրանսպորտի անհասանելիություն, երեկոյան ժամերին դեզք փողոցների մասին լռեմ։ Եվ այս ամենը հետևանք է մեկ բանի, կառավարման տոտալ անկարողության, ինչին Գյումրին արժանի չէ։ Իդեպ Գյումրիում 180 վերանորոգված փողոց կա, որից 143-ը վերանորոգվել է 2018-ից հետո, իսկ այն 37-ը նախորդ կառավարությունների ժամանակ, այն կառավարությունների, որոնք Գյումրուց հանել էին աղետի գոտու եզրույթը եւ հռչակել զարգացման գոտի։ Այդպես էիք զարգացնելու Գյումրին։ Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ թվականից է մեկնարկել Գյումրու զարգացումը եւ երբ է դրա հիմքը դրվել։ Բա իշխանություն եք հիմա Գյումրիում, ծաղկեցրեք քաղաքը, ով է ձեզ խանգարում։ Ու հիմա, երբ ձեր կառավարման ձախողումների եւ կոռուպցիոն գործերի մասին ենք խոսում, երբ դրանք ջրի երես են դուրս գալիս, դուք սկսում եք ձեր լացուկոծը։ Սկսում եք հայտարարել, թե իբր ենթարկվում եք քաղաքական հետապնդումների։ Բայց սա քաղաքական հետապնդում չէ, այլ մենք ձեզանից պահանջում ենք քաղաքական եւ իրավական պատասխանատվություն։ Դուք չեք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս չկան անձեռնմխելի քաղաքապետեր կամ պաշտոնյաներ, ովքեր համայնքի կամ երկրի բյուջեն կարող են շփոթել իրենց սեփական գրպանի հետ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած առաջնահերթություններից մեկը համայնքների համաչափ զարգացումն է, սուբվենցիոն ծրագրեր, վարչատարածքային բարեփոխումներ, պետական աջակցության տարբեր ծրագրեր, խելացի անասնաշենքերի կառուցման, ինտենսիվ այգեգործության, լիզինգային արտոնյալ պայմանների տրամադրման տեսքով, ենթակառուցվածքների զարգացում, նոր դպրոցներ, նոր մանկապարտեզներ, լայնածավալ ճանապարհաշինարարություն։ Մենք խնդիր ենք դրել Հայաստանի գյուղերը հանել ցեխի միջից։ Ամոթել է ասել, դուք այնքան վատ եք կառավարել կամ կներեք բառիս համար, այնքան եք քերել պետական միջոցները, որ նույնիսկ լուսավոր 21-րդ դարում դեռ ցեխից հանելու բան կա։ Ովքեր են ձեզ սովորեցրել չսիրել Հայաստանի Հանրապետությունը եւ ինչու չեք սիրել Հայաստանի Հանրապետությունը։ Այստեղ վերջին օրերին շատ խոսվեց մեր գաղափարական տարբերությունների մասին, դուք Հայաստանը տեսնում եք փակ տուփի մեջ, մենք Հայաստանը բացում ենք աշխարհի առաջ։ Եվ այն թեզը, որը մշտապես մենք կրկնում ենք մեկից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության, մենք փորձում ենք այդ մեկից կախվածության ողնաշարը կոտրել։ Պարոն Ղազինյան, անդրադառնամ նաև ձեզ, պարոն Մինասյանը ձեզ շատ հստակ հարց տվեց, որ
հեցի ղարս մասնաճյուղից հող է օտարվել եւ դա դարձել է այդտեղ վերը հառնել, վերը խոյացել ռեստորան։ Դուք նշեցիք, որ տեղյակ չեք։ Իրականում վատ է, որ տեղյակ չեք, բայց նույնիսկ եթե տեղյակ չեք, ապա ո՞րն է ձեր գնահատականը։ Ի վերջո լավ են արել, թե վատ են արել, երբ ռազմավարական նշանակության օբյեկտից հող են օտարել։ Դուք ամեն դեպքում պիտի գնահատական տաք այդ երևույթին։ Ասեմ, որ սիրելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, առաջիկա ամիսներին Հայաստանի մի շարք համայնքներում, 40-ից ավելի համայնքներում տեղի են ունենալու թիմ ընտրություններ։ Դուք ձեր ընտրությունը անելիս առաջնորդվեք այն նախապայմանով, որպեսզի կարողանանք ընտրել այնպիսի համայնքապետերի, ովքեր կկարողանան սերտորեն համագործակցել կառավարության հետ եւ համայնքի առջև դրված խնդիրները կյանքի կոչել։ Մեր գերխնդիրը Հայաստանի Հանրապետության պետական շահն է, այն Հայաստանի Հանրապետության, որի քարտեզը իմ թիկունքում է, որի սահմանները սկսվում եւ ավարտվում են այս քարտեզի տրամաբանության մեջ։ Որն է ձեր շահը, չգիտեմ, դեռ պետք է պարզել։